Այստեղի հարային զգալիչներ կան Մարկոյի, Ազատի կողի գործ է, դիտեք այստեղ ասում մասը սիենա, խաղաղտում մասն էստեղ է, ձեր դիմաց մի շատ գեղեցիկ աշխատանք տեսնենք 14-րդ դար հեղինական հայտե Սատոսկաննայի աստվածամայրն այո, եւ ամբողջ կավից է պատրաստված, եւ այս կապի գույնը մեր վարքում իրականում աստվածամոր գույնը կորթանշի, այ որ մտենք գեղեցիկ տեսնենք ամբողջ Արարատը այս գույնը, դրան աստիճներ կան, իբրև աստվածամոր քիկնոցն է, իբրև գեղեցիկ գրկվում է աստվածամոր Հովանու ներքո պաշտպանության տակ, այստեղ շատ նաև Տոսկանայից եկողները գիտեն, պատկերացրեք անիքացնել, որ գիտեն սրա մասին հատուկ գացել մեր սատեսնելու համար, շատ բավականին հայտնի է, անմիջական դեմք ունի մայրը և մանուկը ջուրն է բարձրանում, ուսամ գիտեք, որ ջուրը բարձրանում է Վենետիկ, անակնկալի չի գաք, մեր որա, այո, լողալ գիտեք։ Ոչ, իհարկե գիտենք։ Շատ լավ է։ Բայց վախենալու է։ Չէ, ձեզ բան չի լինի։ Իրենք են։ Ես երևի միակ հայ բարձրահասակն չէ։ Հայ միակ սպորտսմեն են, չի չէ։ Բա, հաճախ չենք տեսնել, ուրեմն այս ծառը, ժողովուրդը ճապոնական, ուրեմն ձմռան սառնամանիքին միայն ծաղիկներ է տալիս անուշ հոտով, ամառը միայն տերևներ, ձմեռը միայն ծաղիկներ, պատասեք ձմռան ցրտին միայն դեղին գույնի հոտ ավետ, բուրուն ավետ ծաղիկներ տալիս, գարիկանտուս, ուրեմն ժողովուրդը, այստեղ հիմա դիգացեք ինչու է սարձանը անգլուխ, ինչու է անգլուխ արձանը, ուրեմն սա Ակվիլեա քաղաքից է, այս քաղաքում ժամանակին իշխանության կգային միայն կանայք, ամեն անգամ իրենց տոր արձանը չպատրաստելու համար քանդակագործը մի փոքր խորամանկություններ անում միայն գլուխները փոխել, որովհետև ֆիզիկապես չէր հասցնում ամեն օր իշխանու արձանը պատրաստի։ Ասի հասկացաք։ Ես հասկանում եմ։ Հա դուք հասկանում եք, լավ է, հա իրենք չեն հասկանում։ Ես կհասկանամ։ Հասկացաք ասի։ Այո։ Չեն հասցնել մինչև գլուխները փոյկոն է գծկեմ մարտինը։ Ինչքան հաճելի է, ինչքան ճիշտ բան է, չէ՞ եղել։ Բոլորս գեղեցիկ մարմին ենք ունենում, ուղղակի գլուխներն է փոխվում։ Ռեժիմի կարիք չունենք։ Իշխանները այդպես են, իրենց այդպես կդաստիարակեն, որ Նիհարունային։ ժամանակ այդպես է։ Ուրեմն ժողովուրդը ջուրը բարձրանում է ընդհանրապես նոյեմբերին, նոյեմբերին չգա սուրբ հազար լողալ չգիտեք թվականին տեսեք ծովի ջուրը հասել է այս մակարդակին և 4 շաբաթ է մնում, մեր հայրերը կանցնեին 4 շաբաթ է մնում և կանցնեին նավակներով, 5 տարի առաջ հասել էր այստեղ, հիշեցնեմ, որ ամեն տարի ծովի ջուրը կես սանտիմետր բարձրանում է, սա գնալով արագանում է այս պրոցեսը, շատ է արագանում, և իշխանությունները Վենետիկի վախեցան, սարսափեցին, որտեղ չեք պատկերացրի ինչ քաոս է լինում Վենետիկում, մինչև այսպես մի քանի վայրկյանում է բարձրանում, չես հասցնի մտածել, ողնորոշվել, թե ինչ անես, եւ մեր նույնիսկ կղզու արտաքին պատերը չկային, բոլորը տապալված են եւ այլն։ Այսօր իշխանությունները վախեցան, որ հաջորդ անգամ կարող են հարաբերս Վենետիկ չլինի։ Եվ այսօր ծովի մեջ կառուցել են պատեր, պարիսպներ կիլոմետրերով, հիմա հանկարծ երբ որ ծովը սկսում է հանկարծ բարձրանալ, այս պատերներ են բարձրանում, փակում են ամբողջ քաղաքը, Վենետիկ քաղաքը, որպեսզի ծովը չգա լցվի քաղաք, 90%-ով կարելի ասել փրկવા, արդեն 5 տարի է կարծես նորմալ կաշխատի, բայց շատ չի վստահ ժողովուրդը, որտեղ եղավ 1-2 անգամ չաշխատեց, մարդկային կառույցը, բնության դեմ իդեպ ոչինչ անել չես կարող, եւ ըստ գիտնականների ծով այնքան պիտի բարձրանա ապագայում, որ պիտի հեսա պատերն դարձնի, այսինքն անիմաստ է ժամանակավոր ինչ-որ բաներ լինում այստեղ։ Իհարկե մեր հայրերը հզոր նաև պոմպաներ են դրել, գործիքներ են դրել, որ հատուկ տեղը գա, կարողանան աշխատացնել այս կղզին, կարողանան նաև ապահովել։
Գնանք եկեղեցի խնդրեմ, ամեն տեղ աշխարհում չկա որևէ ինչ-որ դրախտային ինչ-որ տեղ, որ դու կարողանաս քո խաղաղությամբ հանգիստ ապրել, տենց բան չկա, մի բան պետք է գտնես, որ պետք է քանդի, փչացնի, դու պետք է պատրաստես, վերակառուցես, կառուցես եւ այլն։ Սա է, հա, աշխարհը։ Խնդրեմ, իսկ շարքային վերեպիկցին ամեն 2 տարին պիտի վերանորոգի իրեն տունը, որ ինչ, որտեղ տեսեք խոնավությունը, թափանցում է պատերի մեջ եւ սկսում է քանդել։ Խանից դառնել չկա։ Իհարկե այսօր Կիրակի է, եթե իմանայինք վստահ եք այդ պատարագին ժամը 11-ին պատարագ կա, եւ իհարկե Խորանին եկեղեցին նման չէ տեսնի մեր հայկական եկեղեցիների, որովհետեւ այն ժամանակվա ողջունականությունը ես բոլոր կառուցողները եղել են իտալացի, հայ կառուցողներ, ժամանակի կղզին բորոկանոցեր, բորոք դիրեկի, շամուժերի հիվանդներին են, պատուհանները որ տեսեք ներքերում, որ հայք են, տեսեք ճաղերի տերերներ կան, իրենց ներ չեն թողնում, որ չվարագեն մյուսներին։ Այստեղից հաց կտային, ջուր կտային, երկրսեին պատարակ շամերություն, սևաստացում եկավ այլևս հիվանդ չդար, սակայն որոշել վեր չդար, պատուհանների իշնապայք հիվանդներ։ Հիշենք կղզի փոքրիկ էր իրեն ժամանակ 7000 քառակուսի մետր և 5 քարուքանդ եղած 1400 եկեղեցիով։ Մխիթարը վերականգնում, լայնացնում է եկեղեցի և ամբողջ վանական համալիրը կառուցել է տալիս։ Վրան մեր հայ սուրբերի խճանկարներն են, Վարդան Զորավարդն է, Ներսես Շնորհարինի Արաստաղին, Արաստաղի կապույտ գույնի մասին խոսեցինք, վրան աստղիկներ կան, իբրև Աստվածամոր թիկնոցն է, իբրև եկեղեցին գտնվում է Աստվածամոր Հովանու ներքո պաշտպանության տակ, Սուրբ Հռիփսիմեն է մեր վերևում, հիշենք, որ Սուրբ Հռիփսիմեն հռոմից է, հռոմից ախավ, եթե որևէ իտալացու հարցնեք Հռիփսիմե, զարմացած ձեզ կգնի, չճանաչի։ Ճիշտ նույնը մենք չգիտենք, թե մեր ինչ հայ սուրբեր ունենք հա այստեղ, երեթե նույնը։ Այստեղ էլ Սուրբ Սանդուղքն է վերևում, հիշենք առաջին հայ ուսկի նահատակները, Հիսուսի աշակերտների Թադեոսի, Բարտոլոմեոսի, վերջը իրեն հայրը Սանատուղ թագավոր իմանալով, որ իրեն աղջիկը կգնա գաղտնի կաշակերտի Հիսուսի աշակերտներին նահատակում է, կսպանի, թագավորը կսպանի իսկ աղջիկը։ Սա առաջին հայ ուսկին նահատակն է, մեկ հատ Սանդուղտի անունով ոչ եկեղեցի ունենք, ոչ էլ Սանդուղտ անունն է տարածված մեր հայկական աշխարհին մեջ։ Այստեղ Նարեկացին Արաստաղի ծայրամասին վրա է, իսկ Մխիթար Սևաստացու գերեզմանը ավակ խորանի վրա, մոխրագույն քարերով տեսնեք ավակ խորանի մեջտեղում Մխիթար Սևաստացու գերեզմանը։ 1749-ին վախճանվեց Մխիթարը 74 տարեկան հասակում։ Ապակե նկարներ կան վերջում աչին Մեստոտ Մաշտոցն է, ձախին Սահակ Հայրաբեկ, կենտրոնում Հիսուսն է, ձեռքին էլ ավետարանի այն հատվածն է, որտեղ Ղազարոսին հարություն է տալիս մերելներից։ Իրեն անունով է կղզին և եկեղեցին։ Կարմիր վարագույրի մասին մենք խոսեցինք վերևում, սա նվիրել է Վանքի Իտալիայի Ումբերտո երկրորդ թագավորը իրեն տատիկի Մարգարիտ թագուհի շատ է, որտեղ իրեն տատիկի վարագույրը չկա, այլ որ ավելի ճոխ է, որտեղ թագուհին հատուկ պատվիրել էր մեր Վանքի համար։ Երկու խորաններ կան, Սուրբ Գրիգոր Լուսավորչի խորանն է, Տրթատ թագավորի մկրտությամբ նկարիչը Նոե Բորդինյոն 1738 թվական, Սուրբ Խաչի խորանը ձախի վրա է, օրգան տեսնենք, օրգան կնվագեն, ամեն կիրակի պատարակներ կան այստեղ, հիշեցնեմ ամուսա վերջին կիրակի պատարակը կանեն վերևի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում։ Ուրեմն մկրտություններ, պսակադրություններ հաճախ են լինում այստեղ։ Նաև հայրտիրայրներ կգար այստեղ շատ հաճախ Միրանից մկրտություն կաներ, պսակ կաներ եւ այլն կվերադառնան։ Շատ կսիրեն, բայց համիկուն արարները իրեն այո, գիտեմ։ Ուրեմն մկրտարան կտեսնենք այդեղ աչքի վրա եւ հրելով կբերեն կանտնեսնեն աստվածանով ծննդյան այս տեսակ սրբապատկեր ուրիշ տեղ նման
մեջ տեսնենք ինչ այս նկարի մեջ այսպես զարմանալի ընդհանրապես դուք շատ տեղերում կտեսնեք Հիսուսը Աստվածամոր գրքին, բայց Աստվածամայրը իր մոր գրքին երևի շատ ձեզ չհաջողի տեսնել։ Այս փոքրիկ երեխան հենց ինքը Աստվածամայրն է, որ կծնվի, իր մայրն է Սուրբ Աննան եւ Հովհաննես Աստվածամոր ծննդյան օրը։ Խորհրդանշական խորան է, որովհետև մեր մտքարը հիմնեց այս վանքը Աստվածամոր ծննդյան օրը սեպտեմբերի 8-ին։ Նկարիչ իտալացի աշխարհահռչակ նկարիչ է Ֆրանչեսկո Մաջոտտո, սա Մաջոտտոյի գործերից է, պիտի ասեմ, որ շատ իտալացիներ կզարմանան, մեզ հաճախ հարցնում են, թե ձեզ որտեղից այս աշխարհահռչակ նկարիչները, պատկերացրեք Վենետիկի մեր հարուստ հայ համայնքը իրենք են շատ անգամ բերում այս նկարիչները Սուրբ Խազար, որ այստեղ նստեն աշխատի, շատերն այստեղ են աշխատել, պատկերացրեք, նայեցեք, մենք պարտական ենք նաև մեր համայնքի։ Եթե մենք չունենայինք մեր միասնականությունը, հայկական միասնականությունը ուժը, մենք հիմա վստահ այստեղ պիտի կանգնած չլինենք։ Մենք պարտական ենք մեր միասնականության, այսօր էլ օդի նման, ջուրի նման հարկավոր է այս միասնականությունը, որպեսզի վաղը մենք կարողանանք ունենալ ապագա, որտեղ գիտեք մենակ մնաց կհափշտակեն կավարտի ամեն բան։ Այստեղ ժողովուրդը ուրեմն մեր դիմաց ուրեմն նկարել է Ֆրանչեսկո Ձունիոն, սա Անտոն Անապատականի խորհանուն է, եթե ուշադրություն դարձնենք Անտոն Անապատականի նկարել է մխիթար սև աստվածու դեմքով, այստեղ նկարել է այդպես։ Ուրեմն եկեղեցին հայ կաթողիկ է եկեղեցի է, սակայն բոլոր իրենց ծիսակատարություններով նույն են չոր հայ առաքելական եկեղեցու, պարզապես մխիթարը եկավ անշուշտ պիտի լսեր պապին, չէր կարող առանց պապին լսելու իրեն եկեղեցին դառնուցեր, սակայն ավելի լավ ճանաչելով պապը, մեր մշակույթը, մեր ուրեմն բարքը եւ այլն, ուրեմն տալիս մենաշնոր, որպեսզի մխիթարը շարժվի ավանդական ծիսական եւ փոխվեց ամեն բան։ Նույնիսկ այդ խոստովարանները, որ կտեսնեք, այստեղ չեն օգտագործում։ Մեզ որ Սուրբ Ծնունդ ամսի 6-ին է հայ կաթողիկ է եւ լսում է պապին ոչ թե կաթողիկոսին, սա է տարբերությունը։ Մնացած բոլոր տեսերով, իսա բոլոր եւ շատ բոլոր եւ շատ չէ, որովհետեւ ինչ-որ կապվածություն չունի Սուրբ Խազարը։ Եղել է դեպքեր, որ օրինակ Էշմիածին օգնել է վանքին, օրինակ, երբ որ ջուրը բարձրացավ, ինչ-որ դրամական բանով եղել է։ Եվ վստահ ձեր սրտում պիտի ունենաք ինչ-որ բարի փափակ, որևէ մեկին առողջություն մաղթելու եւ այլն։ Դիմենք նաեւ Աստվածավոր բարեփոխությունը այս պատճառով։ Մեկ հատ հայրեր կասենք միասին, հետո ձեզ ազատ թողնեմ, կարող եք նկարվել, բոնդարել, նկարներ նաեւ ձեզ համար եւ այլն։ Մեկ հատ հայրեր կասենք միասին։ Հորինսես սուրբ երեցյանքո, եկեսյակայությունքո, երեցինքամքո, որպես է ինսերեպի, ըսացներ շարամազոր դուրմեզ այսօր, և հողմես կարտիսներ, որպես է մեկ թողուկ մերոց պարտավորած, և մի տանից մեզի փորձություն, այն կրկյաց մեզի շարեն, զիպրակ այցում, եզորություն, և ակ ամիկանց ամեն։ Միակ ծանը, որ Սուրբ Խազար կաջի մեր հայկական, նորմալ կաջի, դա նռան ծառն է, իրեն շատ լավ է զգում։ Մնացած ոչ մի բան այստեղ չի աճում,
հոտ չունի, համ չունի, Հայաստանի արևը չունի, Հայաստանի հողը չունի, իհարկե այդպես է։ Կապույտ ռեհանը ցանում ես կանաչա չունի, Ծիրանի գամբոլի Իդեպ Ծիրանը տարածել են հայերը Վենետիկում հին ժամանակ, դրա համար այսօր վենետիկցիները Ծիրանին կասեն Արմելինո հայկական, դու հայկական դեսակ, Արմելինո կասեն, Արմելինո։ Մանուկների մկրտարանը 1400-ի եկեղեցու, Արմենիա և Կիլիկիանների խաղից խմերն են այստեղ այստեղ 1700-ի եկեղեցու զանգերը կախված են եղել այս հարմարաններից, ինչպես է Վենետիկը կառուցված հայկերի գերաների վրա է Վենետիկ քաղաքը ժողովուրդը, այսպես է Վենետիկը հատուկ հայտեր, որ կբերեն Ռուսաստանից և Խորվաթիայից, երբ որ խոնավություն է զգում բետոնի նման ֆնդանում, սա այդ հայտը չէ, սա այդ հայտը։ Տեսեք ոսկորի նման հայտը, թեժապիչի է, իսկ ջուրի միջի այդ գերանները այդ հայտը չեն։ Պարզ գերաններ են, դա նավի ճանապարհներն են, որ հանկած նավը շեղվեց, կխրվի ծովի տիղմի մեջ, այլևս նավ և երից դուրս բերել չես կարող։ Այսօր են Վենետիկը կառուցում նույն սիստեմով, նույն գերանների իրեն դարեր շարունակ կպահպանվի այսպես է։ Ուրեմն նաև այս քարտեզը մենք գտել ենք 5 տարի առաջ պատահմաբար Բոլոնիայի համալսարանից և ինչ կա նրան առաջին դարից մինչև 17-րդ դարը հայկական աշխարհի եկեղեցիներն են վրան նկարված և դատագրված է 1691 թվական Կոստանդնուպոլիս։ Պատկերացրեք, այնքան սա կոպին է, օրիջինալը 2 անգամ մեծ է սրանից և մագաղաթ է, այո։ Օրիջինալը այս Բոլոնիայի համալսարանում է, իրենք մեծ էկրան են դրել, այդ էկրանի վրա ով կուզի կարող է մեծացնել, կարդալ և այլն և այլն։ Իսկ օրիջինալը թույլ չեն տալիս ոչ ոքի, ոչ մոտենա, ոչ զննել և այլն և այլն։ Բոլոնիայի համալսարանը։ Ուրեմն ժողովուրդ մենք ունենք տեսնելու մեր հրատարակչական գործիքները, խնդրեմ այսպես կմտնենք ես ներքևից վերևս ժամանակադրության է եկեղեցիները։ Չէ, ժողովուրդ, ժամանակագրության չէ, ըստ հայկական աշխարհի, հայկական տարածքի, սրբ փատերիների, եկեղեցիների եւ այլն, ըստ քարտեզի։ Քարտեզը նման չեն մեր հայկական աշխարհի, ոչ թե քարտեզ Ժողովուրդ ջան, ամենակարևորն ասեմ, որ մուզեյը չկարողացա նկարել, որովհետև դա արգելված էր մեր ամբողջ գրքերը եւ այլն։ Ինչքան դժվար էր գիրք հրատարակել, տեսեք տարը տարի կողքին պիտի դնեին, որ մեկ բառ, մեկ նախադասություն կարողանան ստանալ, հետո ամեն տար պիտի մաքրեին և շարեին ամեն մեկնյա տեղերում։ Սա սավելի մի ծանր աշխատանք, այսօր համակարգիչ կա, շատեր չեն գիտակցում, թե ինչ մեծ դժվարությամբ այս մեկ գիրքը կարող էին տվել, մեկ էջը կարող էին տվել նույնիսկ, մեքենաներն են 18-րդ, 17-րդ դար կտրող պրեսի գործիքներ, Remington գրամեքենաներն են, տեսեք տարբեր լեզուներով, նույնիսկ հին հունարեն, շախտեր են, նույնիսկ ռուսեր են դարձերով, լավեր այրոզոնսկու և հայր գապեր այրազյան։ Սա առաջին հատակն է ժողովուրդ, վանքի 1700 հատակ է, 1700 թվականի հատակն է, առաջին վանքի հատակն է։ Մխիթար Սևաստացին այսքան բարձրացնում է ջուրից մուսակերով համար, ինքը արդեն բարձրացնում է, բայց ոչ մեկի մտքով այն ժամանակ չեր անցում, որ այսօր ջուրը էստեղ կգնացնի, հանկարծ դրամ չնետեք ներսը, դա օտարներն են նետում, ինչքան խոս տեսնում, մեջը դրամ է դեպրում, մեկը հավաք է։ Ինչու է կառուցված իբարս Աստծո և հոգու հայ ազգի լուսավորության համար է իհարկե եղել Աստծո լուսավորության։ Հիմա պատկերացեք այս հսկա ահռելի գործիքը եղել է այս փոքրիկ
Սարսափելի արագությամբ ենք զարգանում։ Հիմա ձեզ կուզեի ցույց տալ Իտալիայում հայկական եկեղեցիների նկարները։ Իհարկե, մեզ որ գնանք։ Չգնաք, որ իմանանք, թե ով ինչ ունի նկարները կարել։ Հա, տեսա, ոչ Այ, երեխեք, նայեք, տեսեք, ինչքան հաճելի է։ Գիրք չորդ, այս խանջապահությամբ։ Միլանի հայարակելական եկեղեցի, որտեղ հայտիր աշխատում, իսկ ներքևը Հռոմի եկեղեցիներն են, Սասուկ Խաչն է Վենետիկի, ուրեմն միակ եկեղեցին, որ հայկական չէ, բայց սուրբ այնքան հայտնի է այդ քաղաքի սուրբը, որ հայրերը որոշեցին դա էլ դնել այստեղ, դա Ֆլորենցիա քաղաք, եթե գնաք, հիշեք Ֆլորենցիա քաղաքի ամենագլխավոր սուրբը դա հայ, դա Սուրբ Մինասն է, Սան Մինիատո ասել իտալացիները, Սան Մինիատո, եթե սա իրեն տաճարն է, հայկական չէ տաճարը, եթե մտնեք ներս առաստաղին խորքում մեծ տարերով գրված է հայ թագավոր, լատիներեն տարերով, հին պատմություն է Մինասի պատմությունը Հիսուսից հետո 200-ական թվականներին կատարված, հին պատմություն է։ Ժողովուրդ ջան, ուրեմն քանի որ այն 3 տուրիստները գնացել են ման գալու, ես ու Օֆելիա բանը, ինչ ասեմ։ No, թամբալ սպորտսմեններ նստել ենք։ Դե ինչ սիրելիներս, եկեք ավարտեմ այսօրվա վլոգը։ Հուսով եմ, որ ձեզ դուր եկավ, հուսով եմ, որ դուք էլ մեր հետ ճանապարհորդեցիք եւ տեսաք այս հրաշալի կղզին, որտեղ միայն եղել են հայեր։ Համբուրում եմ ձեզ, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ բարի օր եւ ցանկանում եմ ամենակարևորը լինեք առողջ եւ ինչպես միշտ ասում